Ֆրանսիական շունչը Գորիսում անցկացվում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Սյունիքն ընտրվել է հաշվի առնելով մարզի ռազմավարական նշանակությունը։ Բացի այդ, մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև օրինակելի գործակցություն կա։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է եւ ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է, նշել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Կանոնավոր եւ բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորվել է ինչպես քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի եւ այլ բնագավառներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Երևանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը, Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությունը Հայաստանի պաշտպանության կարողություններին եւ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, շեշտել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել օրեր առաջ Երևանյան երկխոսության միջազգային համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Բարոյի այցը Հայաստան, որի ընթացքում նախարար Բարոն մասնավորապես հայտարարեց Հայաստանում նոր ներդրումներ կատարելու Ֆրանսիայի որոշման մասին։ Սա հերթական անգամ փաստում է Հայաստանի տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների կայացման գործում Ֆրանսիայի աճող հետաքրքրության եւ էական նպաստ է բերելու այս կարևոր հանձնառությանը։ Չնայած առկա մարտահրավերներին, Հայաստանը վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը։ Այս դրույթները փոխադարձ հարգելու հանձնառությունը Երևանը եւ Բաքուն ստանձնել են Ալմաթայի հռչակագրով եւ բազմիցս հաստատել են հետագայում, ընդգծել է փոխարտգործնախարարը։ Հետևողականորեն հանձնառու ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները, սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները, շարունակել է Կոստանյանը։ Սյունիքը կարող է դառնալ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի շահերին։ Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի եւ մեր անմիջական եւ լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը։ Հայաստանի կառավարությունը մեծապես արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը, որոնք ուղղված են միջազգային իրավունքի համաձայն տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության հաստատմանը։ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար եւ մշտական։ Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի խոսքերն է տեսաուղերձով փոխանցել նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը։ Դավիթ Բերտոլոտիի խոսքով չկա երկու ժողովուրդների բարեկամության եւ սերտ կապերի ավելի գեղեցիկ օրինակ։ Այս համաժողովը կարևոր հանդիպում է եւ հնարավորություն կտա հստակ կերպով անդրադառնալ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային թեմաների՝ ի նպաստ տարածքների տնտեսական զարգացման, երիտասարդության, տեղական կառավարման ոլորտում կանանց դերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների կարիքների աջակցության։
Հայաստանի և Ֆրանսիայի միջև 20-ից ավելի համագործակցություններ կան, բավական ակտիվ են քաղաքների և մարզերի ու շրջանների գործակցությունները։ Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևոր է նաև հայկական Սփյուռքի դերը, որը Ֆրանսիայում շատ ակտիվ է արձանագրում են բանախոսները։ Այս համագործակցությունը նաև աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, տեղական ժողովրդավարությանը։ Գիտեք, որ այսօր մեր ինքնության կարևորագույն մասն է կազմում նաև ժողովրդավարական երկիր լինելը, ի ժողովրդավարությունը սկսվում է նաև տեղերից։ Եվ այս համագործակցության շնորհիվ է նաև, որ մենք բերում ենք ֆրանսիական փորձը օգնելու մեր համայնքներին լուծելու իրենց խնդիրները եւ զարգացնելու տեղական ժողովրդավարությունը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի համոզմամբ Փարիզի ներկայությունը Գորիսում նշանակալից է, քանի որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ռազմավարական են դարձել։ Բոլորս միավորվել են Գորիսում Փարիզ քաղաքի և հայկական ասոցիացիաների միավորման մարդասիրական օգնությունից 2 տարի անց։ Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք ձեր կողքին մնալ, թե պետությունը, թե ֆրանսիական հասարակությունը, թե կազմակերպությունները։ Այնինչ կառուցում ենք միասին պարզապես տեխնիկական գործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլև իսկական լծակներ են իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության։ Ապակենտրոնացված համագործակցության մեկ այլ վառ օրինակ է Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի բացումը, շեշտել է Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը։ Շատ դեպքերում Ֆրանսիայի համայնքային իշխանությունները շատ ավելի խիզախ եւ շատ ավելի արագ են գտնվել, որովհետեւ շատ ավելի արագ եւ շատ ավելի կոշտ արձագանք են տվել այն բոլոր իրավիճակներին, երբ անհրաժեշտ է եղել սատար կանգնել Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ ֆրանսիացիները նույնիսկ քաղաքական դաշտում չունեն տարակարծություններ, արձանագրել են ֆրանսիական կողմի բանախոսները։ Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում։ Սա է իմ ուղերձը, ոչ մի բան բաց չթողնել, անպայման լինել ամուր և գնալ առաջ։ Վերջին 6 տարում ֆրանսիական կապիտալով 259 ընկերություն է բացվել Հայաստանում և սա վկայում է, որ Հայաստանում պայմանները գրավիչ են բիզնեսի համար։ Անչափ կարևոր է Սյունիքի և ամբողջ Հայաստանի տնտեսական դիմադրողականության բարձրացումը, ընդգծել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Այս համատեքստում էլ Սյունիքի մարզպետը թվարկել է ֆրանսիական կողմի աջակցությամբ մարզում իրականացված և իրականացվող աշխատանքները, ոռոգման և խմելու ջրագծերի կառուցում, առողջապահական ոլորտում հսկայական ներդրումներ։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով Սյունիքի մարզում հիմա 1 միլիարդ դոլարի աշխատանք է իրականացվում, մեծ թվով կրթարաններ, ճանապարհաշինական հսկայական աշխատանքներ։ Մարզպետ Ղուկասյանը հույս է հայտնել, որ բոլոր այն դեպքերում, երբ կբացակայի միայն ֆինանսավորումը, հարցը կլուծվի համատեղ ջանքերով։ Մուշեղ Իսախանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։